շահումները հաշմանդամություն ունեցող անձին դառնալու են մեր երկրում առաջնորդներ եւ ակտիվ մասնակցել Հայաստանում գործող բոլոր որոշումների կայացման գործընթացներին։ Հաշմանդամություն ձեռք բերելուց հետո բազում խնդիրների են բախվել, աշխատանք փնտրելու ժամանակ շատ խտրական վերաբերմունքների են արժանացել։ Հաշմանդամությունը ձեռք է բերել 13 տարեկան հասակում, ինչի հետևանքով երկար տարիներ կրել եմ կորսետ, որից հետո իմ կրթական ոլորտներում բախվել եմ բազմաթիվ խոչընդոտների եւ խնդիրների։ Թե դպրոցում, թե համալսարանում իմանալով իմ հաշմանդամության մասին, ինձ անկախ իմ կամքից ազատում էին որոշակի դասերից։ Ուզում եմ խոսեմ առողջապահության վերականգնական ծառայությունների մասին, քանի որ հաշմանդամությունից ձեռք եմ բերել մանկուց, բախվել եմ բազմաթիվ առողջապահական խնդիրների, հենց որոնցից մեկը ուղեգրերի տրամադրումը, վերականգնական ծառայությունների մատուցումը, որ առաջ ավելի երկար ընկել էր, հիմա ավելի կարճ է տևում օրերի քանակը։ Ժակի մարզի ոսկե հասկ գյուղից եմ։ Ես 10 տարեկան հասակում եմ ձեռք բերել հաշմանդամություն եւ պատկերացրեք, որ 32 տարեկան հասակում նորից դուրս եմ եկել հասարակություն, այսինքն բավականին երկար ժամանակ ես մնացել եմ ստվերում եւ ասելիքս այն է, որ մենք պարտավոր ենք փոխել այս իրականությունը։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը պայքարելու է, որպեսզի յուրաքանչյուր հաշմանդամ կին ստանա հասանելի եւ որակյալ կրթություն, ունենա մասնագիտություն, աշխատանք եւ ֆինանսական անկախություն։ Առողջապահական ու սոցիալական ծառայությունները դադարեն լինել ձևականություն։ Քաղաքները, փողոցները, տրանսպորտը եւ պետական հիմնարկները կառուցվեն ոչ թե ընտրյալների, այլ բոլոր քաղաքացիների համար եւ ամենակարևորը հաշմանդամ կանայք դառնան որոշում կայացնող, ղեկավարող, ստեղծող ուժ, որովհետեւ մարդուն փակելով 4 պատի մեջ հասարակությունը ինքն իրեն է անդամանուց դարձնում։ Մենք չենք կառուցելու երկիր, որտեղ մարդը ստիպված է ամեն օր պայքարել պարզապես ապրելու համար։ Մենք կառուցելու ենք Հայաստան, որտեղ յուրաքանչյուր կին կզգա, որ ինքը պետության լիարժեք քաղաքացի է, իր իրավունքներով, իր ձայնով եւ իր արժանապատվությամբ։ Ու հիշեք, հասարակության իրական ուժը չափվում է ոչ թե շքեղ շենքերով, այլ այն բանով, թե ինչպես է նա վերաբերվում իր ամենախոցելի մարդուն։ Եկեք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որտեղ ոչ մի կին չի զգա իրեն մոռացված, անտեսված կամ ավելորդ։ Հայաստան, որտեղ մարդը արժեք է, Հայաստան, որտեղ արժանապատվությունը օրենքից էլ բարձր սկզբունք է։ Ես նաև ուզում եմ որպես նաև Արցախից լինելով խոսել մեր արցախցի հաշմանդամություն ունեցող կանանց մասին եւ մեր բարբարով եմ ուզում ասել, ովքեր որ գիտեն Արցախի բարբարը, կասեմ, որ լող լավային են։